Պարոն Գասպարյան, ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող վերջին զարգացումները կարծեք թե այնքան էլ ի նպաստ ուկրաինական կողմի չեն, եւ բառացիորեն Լավրովը երեկվա հայտարարությամբ Ուկրաինային կապիտուլյացիա առաջարկեց։ Ինչ է սա նշանակում, ինչ զարգացումների ականատեսը կլինենք առաջիկայում։ Սա նշանակում է, որ վերջի զարգացումները հենց Ուկրաինայի օգտին են։ Ընդհանրապես ես զարմանում եմ հայ ժողովրդի, գիտեք, քաղաքական տհասություն չեմ ուզում ասեմ, բայց մենք միշտ սևեռվում ենք մեր ներքին խնդիրների վրա։ Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Զանգեզուրի Միջանցք, չգիտեմ եւ այլն, հա, բայց մենք պիտի հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ մեր ներքին բոլոր խնդիրները, մարտահրավերները, մեր ունեցած կորուստները եւ այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել մեր առջև, կախված են միայն ու միայն ռուսական չարիքի կայսրության ճակատագրի եւ ապագայի հետ։ Չէր լինի Արցախի դավադիր պատերազմը, չէր լինի շրջափակումը, էթնիկ զտումը, հասկանում եք, եթե ռուսական հովանավորությունը, քավորությունը չլիներ։ Այո, Ադրբեջանին օգնեց նաև Թուրքիան, չգիտեմ, Իսրայելը, Բելարուսը, բայց գլխավոր աջակիցը եղել է Վլադիմիր Պուտինը եւ իրենք ադրբեջանցիները դա չեն էլ թաքցնում։ Պարզ տեքստով ասում են, Դուգինը դա ասեց, ինչպես 20-ական թվականներին Կազիմ Քարաբեկիրը կարծեմ ասում էր, որ եթե չլիներ Լենինի օգնությունը, բոլշևիկների օգնությունը, մենք չէինք կարողանա տապալել հայոց պետականությունը։ Եվ հետևաբար ես ուշով հետևում եմ ռուս-ուկրաինական եւ Ռուսաստան-արևմուտք դիմակայության զարգացումներին, որովհետեւ միայն ու միայն գոնե իմ համոզմունքն է դա, անձնական կարծիքը, միայն ու միայն ռուսական կայսրության տապալումից հետո է, որ մենք իրական ազատագրման, իրական փոփոխությունների մասին իրավունք կունենանք խոսելու։ Եվ այսպես, վերջին 12 օրերի զարգացումների կամ իրադարձությունների ժամանակագրությունը։ Ապրիլի 17-ին տեղի ունենում Փարիզի հանդիպումը, որտեղ ամերիկացիները Մարկո Ռուբիո, Վիտկոֆ, Քելոգ ներկայացնում են ամերիկյան պլանը, որը ենթադրում է, որ Ուկրաինան պիտի հրաժարվի Ղրիմից, ճանաչելով Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանում։ Ապրիլի 18-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին կտրականապես մերժում է դա ասելով, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինայի ժողովրդին եւ հանդիսանում է Ուկրաինայի անբաժանելի մաս համաձայն Ուկրաինայի սահմանադրության։ Նույն կարծիքն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Եվրամիության պաշտոնյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերը եւ շատ այլ գործիչներ, մերժելով ոչ միայն այդ պահանջը, այլև մեկ այլ պահանջ, որը ամերիկացիները դնում էին, որ եվրոպացիները պիտի սանկցիաները հանեն, նրանք ասում են, որ եվրոպական սանկցիաները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական օկուպացիոն զորքերը չեն լքել Ուկրաինայի տարածքը։ Իսկ ես հիշեցնեմ, որ Ռուսաստանի համար ցավոտ են ոչ թե ամերիկյան սանկցիաները, որտեղ ռուս-ամերիկյան առևտուրը չնչին է, այլ հենց եվրոպական։ Ապրիլի 23-ին ամերիկացիները այդ Զելենսկու մերժումից հետո հրաժարվում են մեկնել Լոնդոն եւ Լոնդոնյան հանդիպումը տապալվում է եւ նույն օրը Վլադիմիր Պուտինը բալիստիկ հրթիռներով հրթիռակոծում է Կիևը, որի արդյունքում տասնյակ վիրավորներ եւ 9 կարծեմ զոհ է լինում, այդ թվում երեխաներ եւ կանայք, եւ որից հետո նախագահ Թրամփը իր հայտնի ելույթն է ունենում կամ գրառումը, որտեղ ասում է Վլադիմիր ստոպ։ Նույն օրը ապրիլի 23-ին Մոսկվայից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա Կիրժաչ բնակավայրում պայթեցվում է ռուսական բանակի գլխավոր հրթիռահրետանային վարչության Главное ракетно-артиллерийское управление համար 51 արսենալը, խոշոր պահեստ, որտեղ տեղակայված էր 275,000 տոննա հրթիռներ, 275,000 տոննա, Իսկանդեր, Կինժալ, S300, S400, Տոչկա ու Գրադ եւ այլն, եւ այդ արսենալի մակերեսը կազմում էր 4 քառակուսի կիլոմետր, Մոսկվայից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Երկու օր անց ապրիլի 25-ին
իր տան մոտ պայթեցվում է եւ սպանվում է ռուսական բանակի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության Главное оперативное управление պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Սվետոսլավ Մոսկալիկը ասեմ որ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը դա գլխավոր շտաբի ուղեղն է ուղեղային կենտրոնն է եւ Մոսկալիկը համարվում էր շատ պրոֆեսիոնալ մարդ, որը որ հենց այդ պլաններն էր հաստատում, օպերատիվ պլանները, զորքերի տեղաշարժին, ուրեմն թիրախներն էր որոշում եւ այլն։ Տանից դուրս է գալի մեքենայի մոտ պայթեցնում են։ Եվ դա տեղի է ունենում հենց այն օրը, ապրիլի 25-ին, երբ որ Մոսկվա է այցելում Սթիվեն Վիտկոֆը, այսինքն առավոտյան սպանում են այդ գեներալին Մոսկվայում կամ Բալաշիխայում մի քանի ժամ հետո Վիտկովը գալիս է եւ հանդիպում է Վլադիմիր Պուտինին եւ արդեն ամերիկյան պլանն է ներկայացնում Պուտինին, որը արդեն չի ենթադրում, որ Ուկրաինան պիտի ճանաչի Ղրիմը որպես ռուսական տարածք, այլ ենթադրում է, որ Ղրիմը ռուսական տարածք կճանաչի դե յուրե միայն ԱՄՆ-ն։ Մնացած կետերը, որ ռազմական գործողությունները սառեցնում են ճակատի ամբողջ գծով Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ի հավակնություններից, բայց նաև ենթադրվում է ՆԱՏՕ-ի զորքերը որպես խաղաղապահ մտնում են Ուկրաինայի տարածք, տեղակայվում են Ուկրաինա։ Պուտինը ոչ կծրագրի միջուկային զենք Ղալատ արեց Պուտինը իր միջուկային զենքը ժանգոտել է։ Նաև շարունակվում է Ուկրաինային ռազմական օգնությունը եւ կամաց-կամաց ԱՄՆ-ն սկսում է հանել սանկցիաներ։ Ապրիլի 26-ին Հռոմի Պապի հուղարկավորության օրը Հռոմում տեղի է ունենում հայտնի Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևում է 15 րոպե տետ-ա-տետ, ճակատ-ճակատ, դեմ-դիմաց, որից հետո ժամեր անց նախագահ Թրամփը իր սոցկայքերում գրում է, որ Պուտինը խաղաղություն չի ցանկանում, Պուտինը ինձ խաբում է, ոձիձանս, tapping along Եվ ինքը Թրամփը ասում է միգուցե ես պիտի արդեն մտածեմ կոշտ սանկցիաներ մտցնել Ռուսաստանի հանդեպ։ Հիշեցնեմ, որ խոսքը գնում է այն սանկցիաների մասին, որոնք արդեն Թրամփի սեղանին են, երկկուսակցական օրենք Լինցի Գրեմի ղեկավարությամբ, որոնք ենթադրում են, որ ռուսական նավթ գնող երկրները կենթարկվեն 500%, այսինքն հնգապատիկ տարիֆների, որը փաստորեն նշանակում է նավթային էմբարգո Ռուսաստանի վրա, իսկ նավթը հիշեմ, որ Ռուսաստանի եկամուտի հիմնական միակ կարող ենք ասել աղբյուրն է։ Հաջորդ օրը Բայց կարծեք թե Պուտինի համար միևնույն է, պարոն Գասպարյան, այդ ամենը։ Ես կգամ դրան, Հերմինե ջան։ Հաջորդ օրը նախագահ Թրամփը արդեն որ վերադառնում է Կիրակի, որ վերադառնում է Սպիտակ տուն, եւ նրան հարց են տալիս ինչպես անցավ հանդիպումը, ինչ կասեք Զելենսկու մասին, ինքը ասում է բառացի հետեւյալը. Զելենսկին արդեն ավելի հանգիստ է, քան օվալ սենյակում էր։ Բառացի թարգմանությունը. Զելենսկին ինձ խնդրեց, որ ես զենք տամ։ Չի ասում չեմ տա, ասում է Զելենսկին խնդրեց զենք տամ, տեսնենք ինչ կլինի Ռուսաստանում, հավանաբար ինչ որ բան տեղի կունենա մոտակա օրերին։ Հետևաբար նա ակնարկում է, որ չի բացառում նաև սանկցիաներից բացի Ուկրաինային զենք տալու, ամերիկյան զենք, ենթադրաբար խոսքը գնում է ամերիկյան Տոմոհավք հայտնի հրթիռների մասին։ Ապրիլի 28-ին Պուտինը մերժում է Թրամփին Լավրովի շուրթերով, ներկայացնում է 6 կետանոց վերջնագիր դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա, ՆԱՏՕ-ից հրաժարվում, բոլոր տարածքների դե յուրե դե ֆակտո ճանաչում, սանկցիաների հանել, այնտեղ դատական հայցերը չեղարկել, սառեցված ակտիվները Կրեմլի ապասառեցնել եւ այլն։ Եվ նույն օրը, մի քանի ժամ հետո ինքը Պուտինը ասում է, որ մայիսի 8-ին 9-ին 10-ին հրադադար եմ հայտարարում։ Ամիջապես դրանից հետո Սպիտակ տունը ասում է, որ Սպիտակ տունը նախագահ Պուտինից ակնկալում է ոչ թե ժամանակավոր երրորդյա հրադադար, այլ անհապաղ, առանց որևէ նախապայմանների, առնվազն 30 օր, եթե ոչ ընդմիշտ զինադադար, իսկ Զելենսկին մերժում է Պուտինի առաջարկը երրորդյա հրադադարի, ասելով, որ բառացի,
մենք գնահատում ենք մեր ժողովրդի կյանքերը, այլ ոչ թե շքերթները։ Եվ ինչ կարիք կա սпасել մայիսի 8-ին, ինչ որ շքերթի, մենք անկնկալում ենք հենց հիմա զինադադար առնվազն 30 օրով։ Նույն օրը նախագահ Մակրոնը ասում է, որ մոտակա 8-ից 10 օրերը Պուտինի վրա ճնշումը կուժեղանա։ Նախագահ Մակրոնը։ Նույն օրը ԱՄՆ շատ ազդեցիկ սենատոր Ջոն Քենեդին ասում է, մենք Պուտինից եւ նրա երկրից պիտի ձկների կեր սարքենք, բառացի թարգմանությունը fish food։ Այսօր շատ ազդեցիկ մեկ այլ սենատոր Ռոջեր Ուիկերը, որը հանրապետական է, ասում է, որ եկել է ժամանակը Պուտինի հետ վարվել այնպես, ինչպես վարվում են ռազմական հանցագործների եւ մարդասպանների հետ։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ալիևի եւ եւս 17 այլ բռնապետերի Էմոմալի Ռախմոն, Բերդի Մուխամեդով, չգիտեմ ընդ Մադուրո, Չինաստանի Սի Ցզինպին եւ այլն, նրանց հետ Մոսկվայում մասնակցելու է շքերթին, ողջունելով ռուսական զավթիչ բանակը եւ ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք մասնակցելու են այդ շքերթին։ Ասեմ նաև, որ Մոսկվայում շքերթից հետո ենթադրվում էր համերգ, տոնական համերգ, որը չեղարկել են, համերգը չեղարկել են, իսկ ռազմական շքերթները չեղարկվել են Բրանսկի, Կուրսկի, Բելգրադի եւ Լիպեցկի մարզերում։ Պուտինը հրադադար է հայտարարում 3 օրով, որովհետեւ վախենում է Ուկրաինայի հարվածներից հենց Մոսկվայի վրա, որովհետև ուկրաինացիները հայտարարել են, որ Մոսկվայի շքերթը եւ այնտեղ կանգնած մարդիկ Պուտինի գլխավորությամբ եւ շքերթին մասնակցող զորքերը օրինական թիրախ են պատերազմի ժամանակ։ Այդ թվում եւ Նիկոլ Փաշինյան։ Այդ թվում եւ Նիկոլ Փաշինյան, այսինքն այն բոլոր ղեկավարները, որոնք մասնակցելու են Մոսկվայի շքերթին, փաստորեն կարող են ռիսկի ենթարկել իրենց կյանքը։ Ասեմ նաեւ, որ պատահական չեմ համարում Նիկոլ Փաշինյանի Էստոնիա մեկնելու Մոսկվայից առաջ փաստը։ Եվ էստոնացի լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե լրագրողի հարցին կանդրադառնամ, ասեմ ինչի հենց Էստոնիա։ Մոսկվայի պարադի մասնակցելու անընդունելիությունը շեշտում էր Կայա Կալասը, որը Եվրամիության արտգործնախարարն է, իսկ Կայա Կալասը Էստոնիայի վարչապետն էր։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը Էստոնիա գնալով ուզում է արևմուտքին սիրաշահի, որպեսի մեղմի Մոսկվա գնալու ցարի առաջ կզելու իր մեղքը։ Բայց էստոնացի լրագրողի հարցը, որ համ Մոսկվա ես գնում, համ ուզում ես մտնես Եվրամիություն, ցույց է տալիս, որ արևմուտքը արդեն Նիկոլ Փաշինյանի այդ մանիպուլյացիաներին չի հավատում, հոգնել եւ զզվել է։ Ավարտելով խոսքս ասեմ, որ մոտակա շաբաթները, մոտակա ամիսները, ամենայն հավանականությամբ մայիս-հունիս ամիսները, եւ դա կանխատեսում է եւ Գիրկին Ստրելկովը, ռուսական բանտից ՖՍԲ գնդապետը, եւ դա կանխատեսում է եւ Վլադիմիր Ասեչկինը, լինելու է կայսրության, փլուզման, պուտինյան ռեժիմի տապալման ամիսներ։ Շատ մեծ հավանականությամբ եմ սա ասում, շատ մեծ հավանականությամբ։ Եվ մենք պիտի պատրաստ լինենք առաջին իսկ հարմար պահին, երբ որ կստեղծվի գերնպաստավոր ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական ֆոն, երբ որ Մոսկվայում կլինի խառը իրավիճակ, այդ ֆոնին էստեղ լրիվ այլ քաղաքական իրավիճակ կլինի, ես նկատի ունեմ, որփացած կլինի եւ իշխող ուժը, եւ 5-րդ շարասյունը ռսահապատակ, եւ ուժային կառույցները, որոնք սովորել են Պուտինի հովանավորությամբ ժողովրդին ծեծել, մարտի 1-ին Սարի թաղում հունիսի 12-ին, դա չի լինի այլևս, եւ հայ ժողովուրդը կունենա պատմական հնարավորություն, ես կասեի նույնիսկ վերջին հնարավորությունը փրկել հայոց պետականությունը եւ վերածնել Հայաստանի առաջին եւ միակ հանրապետություն։